Հարգելի լրագրողներ, շնորհակալ եմ, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ արձագանքել եք մեր հրավերին եւ այսօր պատրաստ եք միասին քննարկել այն թեման, որը որ մենք առաջարկում ենք այսօրվա հանրային քաղաքական դիսկուրսում որպես կարևոր թեմա։ Ինչպես գիտեք, վերջերս կայացած հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում նախագահ Սարգսյանը հիմնավորելով կուսակցության կողմից խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշումը միաժամանակ նաև կուսակցության անունից մի քանի ծրագրային առաջարկ հնչեցրեց ուղղված իրական ընդդիմությանը եւ այդ առաջարկությունները բնականաբար ոչ միայն քաղաքական հայտարարություններ են, այլ նաև գործնական հեռանկար ունեցող մոտեցումներ, որոնց ընթացքում մենք փորձելու ենք մեր լումաններ դնել ընդդիմության հաղթանակում։ Այդ 4 առաջարկություններն էին, առաջինը մեր ծրագրային մշակած պոստի մադրում ընդդիմադիր կուսակցություններին, նրանց ովքեր կհետաքրքրվեն, երկրորդ առաջարկությունը վերաբերում էր քաղաքական եւ միաժամանակ բարոյական հայտարարագրին, կախված այն հանգամանքի հետ, որ ոչ միայն կուսակցությունները ընդդիմադիր, այլ նաև իրենց ցուցակում ներառված առաջին 30 համարները կվերցնեն իրենց վրա նաև անձնական, բարոյական, բացի քաղաքականից պարտավորություն որևէ կերպ չհամագործակցել Նիկոլ Փաշինյանի կուսակցության հետ հետընտրական շրջանում, բնականաբար ավելի կարևոր է։ Մեր երրորդ առաջարկությունը վերաբերում էր մասնակցության արշավին, որը իրականացվելու է գնա, որ գնան կարգախոսի ներքո, այսինքն գնա ընտրությունների գնացեք ընտրություններին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գնա, հեռանա, եւ չորրորդ առաջարկությունը վերաբերում էր Երևանում մոտորերս կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Նախորդ 3, այսինքն մին թվարկած 4 առաջարկություններից առաջի 3-ի հետ կապված աշխատանքները համապատասխան ընթանում են եւ այդ ուղղությամբ նույնպես մենք մեր խոսքի տերն ենք։ Այսօր ուզում եմ ավելի շատ ձեր ուշադրությունը գրավել, սևեռել եվրոպական քաղաքական համաժողովի հետ կապված մեր առաջարկությունների վրա։ Ինչպես գիտեք, եվրոպական քաղաքական համաժողովը լուրջ, շատ լուրջ միջազգային կլասի քաղաքական միջոցառում է։ Այդ ձևաչափը ստեղծվել է 2022 թվականից։ Իհարկե հայկական իրականության մեջ այն ունի շատ բացասական կոնոտացիա ինքնին, հիշեցնեմ, որովհետև 2022 թվականի հոկտեմբերին էր Պրահայում, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց, համաձայնեց այն դիրքորոշման հետ, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում եւ Արցախից հրաժարվելու քաղաքական վերջնական, այսպես ասած, իր հայտարարությունը տեղի ունեցավ Պրահայում եվրոպական քաղաքական համաժողովի շրջանակներում։ Իհարկե կարող ենք այդ համաժողովը այդ պատճառով չսիրել, բայց չի կարելի երևի քննադատել կամ չսիրել պրոսպեկտը, ինչա թե այդտեղ խմած ժամանակ մեքենան վարի է տվել, այդ պրոսպեկտը մեղավոր չի, որ քովարով եղել է հարբած։ Նույն այստեղ է, քաղաքական համաժողովը եվրոպական մեղավոր չի, որ մեզ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, մեղավոր այնքանով, որքանով այդ քաղաքական լիդերները եվրոպական օգտագործում են Նիկոլի գործոնը ընդդեմ փաստացի հայկական շահերի եւ հայ ժողովրդի շահերի, առաջնորդվելով սեփական գերակայություններով, բայց համաձայնենք, որ մեր մեղադրանքի առաջի թիրախ այդ իմաստով եվրոպական առաջնորդները չեն, որքան Հայաստանը ներկայացնող ռեժիմը եւ ինքներս մենք, որովհետեւ հանդուրժում ենք այդ ռեժիմի արկայությունը առ այսօր։ Ինչևէ, ինչու են գալիս Երևան։ Գալիս են Երևան պարզ պատճառով։ Եվրոպական քաղաքական համաժողովի այդ անդամ են, ինչպես ԵՄ անդամ երկրները, այնպես էլ ոչ ԵՄ անդամ երկրները։ Ոչ ԵՄ անդամ երկրները ներառում են ոչ միայն հետսովետական երկրները, ինչպիսին Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան եւ այլն, այլ նաեւ բալկանյան երկրներ, Թուրքիա եւ երկրներ, որոնք Եվրոպայեն, բայց ԵՄ անդամ չեն, քաղաքական իմաստով Նորվեգիա, Իսլանդիա, Մեծ Բրիտանիա եւ այլն։ Եվ քաղաքական այդ մարմինը տարին 2 անգամ գագաթաժողով է անում։ Մի հատ անում է ԵՄ շրջանակներում, մի գագաթաժողով, մյուսը անում է ոչ ԵՄ շրջանակներում։ Հիմա նախորդը եղել է Դանիայում, ԵՄ սահմաններում,
Գալիքը պետք է լիներ ԵՄ սահմաններից դուրս։ Այս սա մանրամասնում եմ, որպեսզի մենք հասկանանք նաև տրամաբանությունը եւ այդ գործողությունների եւ մեր առաջարկվող ծրագրի։ Երբ որ եվրոպական առաջնորդները որոշում կայացրեցին համաժողովը հենց այս ժամանակահատվածում կազմակերպել Երևանում, ակնհայտ է, որ չեն առաջնորդվել պարզապես մի հատ ԵՄ, մի հատ ոչ ԵՄ սկզբունքով, այլ որոշել են գալ հենց Երևան, հենց այս օրերին, որպեսզի իրենց քաղաքական աջակցությունը հայտնեն Հայաստանում գործող դավաճանական ռեժիմին։ Եվ սա է Երևանում այս օրերին կազմակերպվելիք Եվրոպական քաղաքական հանրույթի համայնքի գագաթնաժողովի բուն ուղերձը, ինչը կտրականապես մերժելի է որպես երևույթ, որովհետև ակնհայտ է, որ իր մեջ պարունակում է նախընտրական միջամտության հստակ էլեմենտներ, անգլերեն դա կոչվում է electoral interference։ Այն ինչ որ եվրոպական համայնքը մշտապես քննադատում է այլ երկրների պարագայում, օրինակ մեղադրում է Ռուսաստանին, Մոլդովայի ընտրությունների միջամտելու կամ Թուրքիային, Բալկանյան երկրների ընտրությունների միջամտելու, ինքը անում է Հայաստանում։ Այսինքն լավ է, այս ձևաչափը լավն է, այս ձևաչափը պետք է մի օր գար Հայաստան, վատ է, որ գալիս է հենց այս ժամանակահատվածում եւ հենց այս մտադրությամբ։ Այսինքն լավ բանը վատ առիթով մեզ վրա փորձում են փաթաթել եւ սա իհարկե մերժելի է որպես քաղաքական որոշում եւ մոտեցում։ Գագաթնաժողովը, այսպես ասած, Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել իր նախընտրական քեֆի, նախընտրական խնջույքի։ Ակնհայտ է, որ բնական անվտանգային միջոցառումներից բացի Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որպեսզի եվրոպական հանրույթի ղեկավարները, իսկ դրանք մոտավորապես 40 երկրների պատվիրակություններ են, մի մասը առաջնորդած ղեկավարությամբ, մյուսը այլ կառավարական ներկայացուցիչները, որպեսզի այդ մարդկանց մեկուսացնի Հայաստանից եւ այլ ժողովրդից։ Այսինքն դուք տեսնում եք արդեն, քաղաքում երևում են այդ նախապատրաստական աշխատանքները, Նիկոլը ամեն ինչ անելու է, որ կոպիտ ասած իր քեֆը չհարանվի եւ եվրոպական առաջնորդները չառերեսվեն իրական Հայաստանի, մեր իրական Հայաստանի, ոչ թե Նիկոլի իրական Հայաստանի խնդիրների, ցավերի, շահերի եւ դժգոհության հետ։ Այն առաջարկը, որ մենք անում ենք, շատ պարզ է։ Այդ առաջարկը հակաեվրոպական չէ, այդ առաջարկը պրո-եվրոպական է, որովհետեւ մեր առաջարկության հիմքում ընկած են իրական արժեքները եվրոպական, ինչպիսին են ազատությունը, արժանապատվությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, դեմոկրատիան, քաղաքական հետապնդումների բացակայությունը, ազատ մամուլը, այն ամենը, ինչ ոտնահարված է Հայաստանում այսօր։ Եվ չգիտեմ, գիտեք արդեն թե չէ, կա համապատասխան պաշտոնական կայք, բացվել է եւ իրենք ունեն իրենց խորհրդանիշը։ Երկու sense կլորակներ են, ինչ որ բան են փորձել։ Հիմա ներկայացնում եմ ձեզ մեր կողմից առաջարկվող միասնական պայքարի խորհրդանիշ, հակախորհրդանիշ, իսկ իրականում այս խորհրդանիշը ավելի եվրոպական է, քան այն, ինչ որ եվրոպացիները հրամցնելու են որպես իրենց բրենդ։